Ծնվել եմ 1990 թվականին Ստեփանակերտ քաղաքում։ Հաճախել եմ Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոց, որից հետո նաև համատեղ երաժշտական դպրոց, երաժշտական ուսումնարան։ Աշխատանքի եմ անցել Արցախի պետական կամերային նվագախմբում սկզբից որպես ջութակահար, հետո որպես ալտահար։ Երաժշտության հետ համատեղ սկսել եմ զբաղվել լեռնային եւ էքստրեմալ туриզմով 2011 թվականից, իսկ 2013 թվականին ամբողջությամբ անցել եմ լեռնային եւ էքստրեմալ туриզմի ոլորտ։ 2015 թվականին նախարարության կողմից կազմակերպված միջոցառման մեջ ճանաչվեցի լավագույն գիդուղեկցորդ, ուղևորվեցի Ռիո դե Ժանեյրո, փորձի փոխանակում, ըստ որի այդ փորձը ես պիտի բերեի Արցախ, կիրառեի, բայց այնպես ստացվեց, որ եկա ու արդեն անցա ապրիլյան պատերազմին։ Ընկերոջս խոսք էի տվել, որ երբ վերադառնանք Ստեփանակերտ, ինչ որ մի նոր բան կհիմնեմ, կստեղծեմ, որպեսզի մարդիկ հասկանան, որ այստեղ դեռ կյանք շարունակվում է։ Ու մենք ունեինք մեր տան հարակից տարածքում շինություն, որը հայրիկը կառուցել էր որպես խանութ, ու այդ շինությունը դատարկ էր։ Երեկոները այնտեղ հավաքվում էինք ընկերներով, զրուցում, հետո երաժշտական համակարգ բերեցինք, տեղադրեցինք, լավ երաժշտություն էինք լսում, վառարան բերեցինք կլոր, տեղադրեցինք փաբում, փայտի վառարան, կարտոֆիլ, սոխ, ու սկսեցին հավաքվել ոչ միայն իմ ընկերները, այլ նաև նրանց ընկերները, նրանց ընկերների ընկերները։ Ու մարդիկ ասում են, բա ինչքան է փաբի նման, բա փաբ բացի, ես չգիտեի փաբը ինքը ինչ տեսք ունի, որովհետև երբեք չէի եղել։ Ու այդպես ինքը ստացվեց փաբ, բայց անուն չուներ, ասեցի ինչ առաջի գա մտքիս, այն էլ կդնեմ։ Բարդակի դուռը բացեցի, ու ամբողջությամբ քանդված էր, գործիքներ թափված, մոտոն կանգնեցրացի, ասեցի «Շտո զա բարդակ»։ Այդտեղից էլ որոշեցինք, որ պիտի դնենք բարդակ, քանի որ շատ նեղ շրջապատի համար է օգտագործվելու։ Բայց այնպես ստացվեց, որ 2017 թվականին բարդակը սկսեց ունենալ կտրուկ զարգացում, քանի որ ես նաև անվճար տեղ էի տրամադրում բոլոր հյուրերի համար, ովքեր որ կգան Արցախ ու մնալու տեղ չեն ունենա։ Համատեղ աշխատում էին նաև կեմպինգի ծրագրի վրա, քանի որ Արցախում չկար մի վայր, որտեղ մարդիկ կարող էին զբոսաշրջիկները գային, բացեին իրենց վրանը, օգտվեին սանհանգույցից, լիցքավորեին իրենց սարքերը։ Ու այդպես նաև սկսեցի այդ ծրագիրը իրականացնել, սկզբից ուրիշ տարածքում Շուշիի մատույցներում, հետո արդեն տեղափոխվեցի Ստեփանակերտ 2020 թվականի սեպտեմբերի 26-ն էր։ Այնքան հետաքրքիր էր, անցուդարձը լրիվ տարբերվող էր այդ օրը, մարդիկ գալիս էին Երևանից ունեինք զույգ, իրանց նշանդրեքից հետո զանգեցին, ասեցին բարդակը չփակեք, մենք պարտադիր այստեղից գալու ենք Ստեփանակերտ շարունակելու խնջույքը, իրանք էլ եկան։ Այդպես ժամը 5-ի 6-ի կողմերն էր, 5-ի կողմերը կարծեմ։ Գնացի հանգստանալու, զբոսաշրջիկներն էլ էին արդեն որանները տեղադրած իմ ճամբարում, ես էլ էի ճամբարում գիշերում, ու մի հատ ավանակ ունեի։ Այս ավանակը սկսեց զառալ։ Ժամը 7-ի կողմերը։ Ու տարածքով վազում է խողոտիկ։ Ես էլ ասում եմ, ես մարդիկ ամբողջ գիշեր չեն քնել, հիմա քունը հարամ կանի։ Շաքար վերցրեցի, կանչեցի, տվեցի, որ լռի։ Մի քիչ հետո նորից սկսեց էլի վազել տարածքով։ Չէի հասկանում ինչ է կատարվում։ Մի քիչ տարօրինակ էր ամեն ինչ։ Արդեն լսեցի պայթյունների ձայները։ Մեքենան քշեցի դեպի Իվանյանի ուղղությամբ, որտեղից ծուխ էր բարձրանում։ Գնացի հտեսա, որ պահեսն էին խփել։ Ասեմ նշեմ, որ այդ ժամանակ ինչու մեր ողնաշարը միանգամից ջարդվեց, որովհետև նրանք մեծ քանակությամբ դրոնների միջոցով հարված հասրեցին մեր հոբ համակարգին։ Կեսօրին մոտ արդեն ներկայացա համապատասխան վայր, որպես կամավոր։ Այնտեղ հանդիպեցի իմ ընկերոջը, ով ասում է, որ եթե դու գնում ես, ես էլ հետդ եմ գալիս։ Ինքը հետո դարձավ իմ քավորը, Արտուրը։ Ու այդպես ճանապարհվեցինք, ես պիտի գնայի 6-րդ պաշտպանական, Մադաղիս։ Իմ ընկերն է զանգում, ով հրդեհի արդյունքում վարվեց, մահացավ, որդու հետ, Սևակը։ Ասեց, որտեղ ես գնում, քո նույն տեղը, ասեցի, հա, ասում այդ նույն տեղը էլ չկա։ Եղնիկներ հասնելու ճանապարհին տեսա, որ ամբողջությամբ կարակի մեջ է գտնվում Մադաղիսը։ Ու մեկնեցի 7-րդ պաշտպանական շրջան։ Հոկտեմբերի 1-ին ստացա վիրավորում, քիչ թե շատ բուժում ստանալուց հետո նորից վերադարձա շարք, հետո նորից Զինգո հոսպիտալ բեկորը հեռացնելու նպատակով, բայց այն ժամանակ այնքան շատ էի ծանր վիրավորները, որ ես մի քիչ ամաչում էի դրա համար մոտենամ բժիշկներին։ Ու այդպես անցա արդեն երկրորդական ծառայության օժանդակում էի իմ ընկերներին, ովքեր որ ծառայում են առաջնագծում։
Պատերազմ ավարտվելուց հետո, անգամ նոյեմբերի 9-ի պայմանագիրը ստորագրելուց հետո, այդքան տարածքներ տալուց հետո, միևնույն է չէինք հուսահատվում։ Պատկերացրեք, ինչքան մարդ է իր կյանքը տվել Արցախը պահելու համար։ Ինչքան մարդ է իր կյանքի 2 տարին կամ 3 տարին սկզբից ժամանակը տվել Արցախին դիրքեր պահելու համար կամ ծառայություն անցնելու համար։ Ու մենք գիտեինք, որ 18 տարին լրանալուց հետո մենք անցնելու ենք զինվորական ծառայության։ Ու հպարտ էինք դրանով։ Այո, կային մարդիկ, ովքեր որ խուսափում են ծառայությունից, բայց նման մարդիկ ամենուրեք են։ Ավելի լավ է, որ իրանք սկի զինվորական շարքում չհայտնվեն։ 2021 թվականին ամուսնացա։ 2022 թվականին ունեցանք մեր առաջնեկին Գրիգորին, ում անվանեցի իմ հայրիկիս անունով, ես էլ կրում եմ իմ պապիկի անունը, իմ հայրն էլ կրում է իր պապիկի անունը, կես տարեկան չկար, տանում է ինձ հետ կրակադաշտ։ Սկզբից մարդիկ քննադատում էին, ինչու ես դու երեխային, փոքր երեխայա տանում ես ականջների վնաս կտա, բայց ինքը մի քիչ հեռու է կանգնում։ Սկզբից 80 մետրից սկսեցինք, որ երեխան չվախենա, կինս գրկած, ես կրակում էի, մոտեցանք, ու հասկացանք, որ երեխան ընդհանրապես արդեն պայթյունից երակցա չունի։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ որ Ադրբեջանը կրկին հարձակվեց Արցախի վրա, այնքան հանգիստ էի, որ երեխան պայթյունից չի վախենալու արդեն։ Նկողում ու կինս էլ էր ասում, որ նկողում բոլոր երեխաները լացում էին, բայց ինքը իր համար հանգիստ խաղում էր։ Ես նախապատրաստել եմ իրանց, որ եթե ցանկացած ինչ-որ ոտնձգություն լինի, ես մասնակցելու եմ, անգամ նախապատրաստել եմ նրան, որ հնարավոր է իրենց կյանքը շարունակեն առանց ինձ։ Ես ունեմ մի հետաքրքիր նկար, փաբի դիմացը կանգնած իմ ընկերների հետ։ Հիմա որ նայում եմ այդ նկարի, մի մասը չկա։ Ու գիտեք, այնքան է ցավալի, երբ որ լսում են Արցախցին չի կռվել։ Ու հիմնականում դա ասում են այն մարդիկ, ովքեր որ Արցախից ընդհանրապես տեղյակ չեն։ 44 օր տղաներն ու աղջիկները ամեն ինչ անում էին, որ Արցախը մնա հայկական։ Վերջնահաշվարկով մենք կորցրեցինք այն ամենը, ինչի համար բազում կյանքեր ու անհատներ մարտնչում էին երկար տարիներ շարունակ։ 23 թվականին ադրբեջանցիները հարձակվեցին Փարող գյուղի վրա եւ գրավեցին այն։ Խրամորդ գյուղի վրա էլ էին կրակում ականանետերով, խաղ բնակչության ուղղությամբ։ Ու բոլորը լուր էին, ինչպես միջազգային կազմակերպությունները, այնպես խաղաղապահները։ Հասկանում եք, մենք ամբողջությամբ հասկացանք, թե ինչ է կատարվում։ Այսինքն մենք տվյալ պահին ամբողջությամբ մենակ ենք։ Հավաքեցինք ջոկ ընկերների հետ, մեկնեցինք Խրամորդի պաշտպանությունը ապահովելու համար, ինչքան հնարավոր էր պահեցինք դիրքերը, բայց միևնույն է, դուրս եկանք սեպտեմբերի 28-ին, ես չէի ուզում դուրս գալ Արցախից։ Ընկերների հետ պայմանավորվել էինք, ով ունի հնարավորություն մնալ Արցախում, ճանապարհում ենք մեր ընտանիքները, մենք մնում ենք Արցախում։ Ու մենք գիտենք, թե ինչ դժվարությունների առջև ենք մենք կանգնելու այդ քայլին դիմելուց հետո։ Հետո արդեն եղավ այդ պահեստի պայթյունը։ Մեկ մտածում եմ, որ եթե այդ պայթյունը չլիներ, ամեն ինչ հնարավոր է ուրիշ տեսք ունենար։ Պայթյունից հետո ամեն ինչ փոխվեց, որտեվ ընկերներ կորցրեցինք, հարազատներ կորցրեցինք։ Ես այդ ժամանակ լողանում էի։ Իջա առաջի հարկ, տեսա, որ մաման, քույրիկներս լացում են, կինս։ Հարցեցի ինչ է պատահել, ասեցին բենզալցակայանը պայթել է։ Ես մտածեցի, որ երկու հոգի երևի վարվել են ինչ-որ։ Ասեցին ոչ, գասային պահեստն է պայթել, ունենք մեծ քանակությամբ զոհեր։ Գնացի վազելով հիվանդանոց, որ տեսնեմ ինչով եմ կարող օգնել։ Ճանապարհին բարձրանալուց տեսա իմ ընկերոջը Աշոտին։ Իսա գժված ձայնով ասում է դու չես պատկերացնում ինչ է կատարվում։ Ոնց որ ատոմային պայթյունից հետո լինի այդ ամեն ինչ։ Ես գնացի տեղ արդեն օգնում էի, ինչով կարողանում էի։ Բոլորը ծանոթ են, բայց ոչ մեկին չեմ ճանաչում։ Իրանք ինչ ճանաչում են, ես իրանց չէ, որտեվ անճանաչելի են։ Դռների վրա կամ մուտքերի մոտ գրում են անունազգան, ովքեր են պարկած վարվածները։ Ընկերներիս անուններն էի գտնում, մտնում նայում էին, իրանք չեն։ Իմ հորքուրի տղան չկա։ Կինն եկավ, ասեց խնդրում եմ գտի։ Ես վստահ եմ, որ բոլորը ողջ են։ Դե մի քիչ վարելի գտանք, լցկավորեցինք մեքենան, գնացինք գսային պահեստ։ Բայց մինչև այդ մտել էի բան, մորգը։
աշխատողն այնտեղ ասեցի կարող եմ դիակները նայել։ Արդեն սովորել ենք դիակ նայելու։ Ասեց չէ, բոլորը անճանաչելի են, բացի մի հոգուց։ Ասեցի ոչ, այդ մի հոգուն տեսնեմ։ Սիրուն տղա, ջահել։ Ինչ որ բաներ կպսրած դոշին այդ էլեկտրոդները։ Ասեցի չէ, եղբայրս չի։ Գնացինք պահեստում կրակ է վարվում, մարդիկ դեր այդ ցիստերնաների տակը, գիտեք ինչպես էր։ Մարդիկ կանգնած էին ցիստերնաների տակը։ Երբ որ պայթեց, իրանք ընկան անմիջապես հողի տակ։ Ուտեղ արդեն պայթեց նաև նավթի պահեստը։ Սկզբից բենզինն էր, հետո նավթինը, որը շատ երկար էր վարվում։ Այդտենց կային մարդիկ, մենք նայում ենք այդ չաների տակը, մարդիկ էին պարկած, վարվում էին սաղ-սաղ։ Քանի որ ռազմական պահեստ էր, ինքը փշալարերով կապված էր։ Մարդիկ եկել էին խրվել փշալարերի մեջ, ու քանի որ վարված էին, ոչինչ չէին տեսնում, այդտենց մարմնի գաշին թողնելով փշալարերի վրա անցել են։ Հիմա մեզ քննադատում են։ Էլ ինչ թողեինք։ Զանգեցին ճանապարհին ինձ ընկերներս, ասեցին՝ մի հատ տես մարատի վրա ինչ ներքնազգեստ էր։ Մորգի տղայի վրա ներքնազգեստը երևի թե համընկնում է, H կար գրած։ Գնացի արդեն նորից մորգ, ուշադիր նայեցի, հասկացա, որ հայ եղբայրս էր։ Համբուրեցի ճակատը, ճանապարհեցի։ Հետո իմացանք, որ մնացած ընկերներն էլ չկան։ Հետո հակարին հայրս խնդրում էր, որ ես իմ մեքենան վարեմ իր մեքենայի դիմաց, որովհետև մտածում էր, որ ադրբեջանցիները կարող են ինչ-որ խնդիրներ ունենային, քանի որ ռազմական գործունեություն ենք ծավալում, ու անգամ ունեն հոդվածներ, որտեղ անվանում են որպես մեղադրում են տերորիզմի պրոպագանդայի մեջ։ Երբ հասանք հակարի, ես մի արանքում մտա աջ, որ հայրս անցնի։ Չթողեցի, որ շատ անցնեն, որովհետև կինս ինձ մոտ էր, հղի էր, եթե ինձ տանեն, անգամ իրանք կարողանան իմ կնոջը իրանց մեքենայի մեջ մի ձև տեղավորցնել։ Հայրս անցավ, ես արդեն հետո, խնդիր չեղավ, անցանք։ Ես չէի մտածում, որ պետք է մնամ Երևանում։ Մտածում էի, որ ինչ-որ մի ուրիշ տեղ պետք է գնամ, որտեղ ցուրտ չի լինելու։ Ես չեմ սիրում ցուրտ եղանակները, քանի որ կյանքը սարում է ինձ համար, ես ուզում եմ գյուղատնտեսությամբ։ Ու երբ հասանք արդեն տեղ գյուղ, հասկացանք ինչքան մարդ է մեզ սպասում, կամավորները դիմավորում էին, սնունդ էին բաժանում։ Այդ ժամանակ մտածեցի միգուցե մնանք Երևանում, հնարավոր է, այսինքն այստեղ մարդիկ բոլորը չէ մեզանից օգնել։ Այս վերջին շրջաններում ես նկատում եմ, թե ինչքան է զարգանում Արցախի հանդեպ ատելությունը։ Մի կողմից ցավալի է տեսնել այդ ամենը։ Մի կողմից էլ ես մտածում եմ, որ արցախցին դեռ ժամանակ կունենա իր անունը բարձր պահելու համար։ Ճանապարհին զանգեցին ընկերներս, արշավական ընկերներս, ասեցին ինչ ես անում, որտեղ հասանք, ասեցի, որ ճանապարհ արդեն անցանք, գիշերի մնացել են Գորիսում։ Բա որտեղ ես մնալու, ասացի դեռ չգիտեմ, իրանք արդեն որոշել են, ասում են մնալու ես Գևորգստանը։ Երևանի կենտրոնում ընկերս հյուրընկալեց, իր բնակարան տվեց մեզ, մենք մի ամիս մնացինք այդտեղ։ Այդ ժամանակ շատ դժվար էր բնակարան գտնել։ Մենուրեք մեր բարբարն էր, մարդիկ օգնություն էին առաջարկում։ Հասկացա, որ այն ինչ փոխանցվում էր մեդիայի շնորհիվ, չի համապատասխանում իրականությունը։ Այսինքն մենք այն աղբն ենք ստանում բլոկադայի ընթացքում, մեդիա վակուումի արդյունքում, որը չպետք է ստանայինք։ Որոշեցի, որ պետք է վերաբացեմ փաբը։ Բայց մինչ այդ ուզում էի, եթե հնարավորություն լիներ, անգամ կերագործեի, վերցնեի մի գյուղ, լքված գյուղ, վերաբնակեցնեի այնտեղ արցախցիներով, ովքեր որ տան կարիք ունեն։ Բայց բազում խնդիրների հանդիպեցի, քանի որ կապի խնդիր ունեինք, մի քիչ կապերը դեռ թույլ էին։ Այդպես որոշեցի, որ ավելի լավ է սկսեմ փաբով, քանի որ փաբը ավելի մշակված ծրագիր է։ Դեկտեմբերի 8-ին բացվեցինք 2023 թվականին։ Ու ինձ աջակցեցին այդ գործում ինձ ամբողջությամբ անծանոթ մարդիկ։ Երկու անհատ, հասարակ մարդիկ, ոչ մեծ ծահարուստ։ Ստեփանակերտում փաբը ծառայում էր որպես տեղացիներին ու հյուրերին կապելու վայր։ Այսինքն մարդիկ այնտեղ ծանոթանում էին, ընկերանում էին, անգամ ամուսնանում էին։
Երևանում էլ է նույն դերը կատարում։ Այսինքն գալիս են տեղացիներ, օտարերկրացիներ եւ արցախցիներ, իրար հետ ծանոթանում են, ընկերանում են։ Մեր հյուրերից մեկը մոտեցավ ինձ արդեն բավական ժամանակ անց, ասես գիտես, որ սկզբից եկա չգիտեի, որ օբյեկտը Ղարաբաղցիներինն է։ Հետո արդեն լավ ասում ուշ իմացա, թե չէ կիմանայի մեստեղ չէի կընդունի։ Այդ մարդը ասում դուք իմ կյանքի առաջի արցախցիներն եք։ Մինչև ես դպրոցում ընկեր չեմ ունեցել, համալսարանում ընկեր չեմ ունեցել, ու չի հանդիպել արցախցիների։ Ասում պարզում եմ լավ էլ մարդիկ եք։ Էտա։ Հիմա աշխատում եմ մի ծրագրի վրա, Լիգյուղի ծրագրի վրա։ Ու միտք ունեմ վերցնելու մի տարածք, եթե լինի լքված գյուղ ավելի լավ, որովհետև արդեն կան քիչ թե շատ ռեսուրսներ։ Վերակառուցեմ այդ գյուղը, հիմնեմ նոր գյուղ։ Այսքան կորստից հետո, գիտեք, մարդիկ ունեն տարբեր շարժիչներ։ Մեկը սփոփվում է երեխայով, ընտանիքում փոքր երեխա կա, թեկուզ կորցրած զավակի։ Մեկը նոր աշխատանք գտավ, դրանով է կարողանում հանգստանալ։ Մեկը ունի հույսի զգացմունք, շատերը ունեն հույսի զգացմունք, իմիջիալոտ ասեմ, որ հիմնականում հենց դա է, որ պահպանում է մարդկանց կյանքը։ Ինձ մոտ ավելի շատ վրեժ լուծելու զգացմունքն է։ Ոչ թե վրեժ, այլ մուռ։ Մեր բոլոր լացած մայրերի համար, կանանց համար, զոհերի համար, առանց ծնող մեծացած երեխաների համար։